Նոյման 9 օրից փառաքարումել է սպասվում ընտրություններ, ինչ շանսեր ունեք դուք ընտրվելու, նաև հաշվի առնելով, որ նախորդ ընտրություններին բավականին շատ ձայներ եք հավաքել, սակայն հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, իշխանությունը բաժանվեց Դավիթ Մինասյան, Դաշինքի և ՔՊ-ի միջև։ Ընտրությունները 19 օրից է և մտավախություն չկա այս փուլում ընդհանրապես, քանի որ 3 տարի առաջ 3.5 տարի առաջ բոլորս տեսանք, հասկացանք ինչ կատարվեց։ Այս տարիների ընթացքում ժողովուրդը, մեր համայնքի բնակիչները բոլորը ականատես եղան, թե համայնքի կառավարմանը, թե համայնքում լուծվող խնդիրների չլուծմանը, ամեն ինչը ժողովրդի լեզվով ասած բոլորը ականատես են եղել և տեսել են։ Ամսի 30-ին կայանալիք ընտրություններին ինձ թվում է փառաքար խոշորացված համայնքի բնակիչները իրենց քվեով ևս մեկ անգամ ավելի հաստատակամ վստահ եմ, որ իրենց ձայնը կբարձրացնեն։ Օրինակ ձեզ ինչի համար ընտրեն։ Ինձ ինչի համար պետք է ընտրեն։ Ես ճանաչում եմ բոլորին, բոլորն էլ ինձ են ճանաչում և ինձ թվում է հիմնական հենց հիմքը դա է։ Խնդիրները որոնք են փառաքար համայնքում, որովհետև մենք քիչ առաջ քաղաքացիների հետ էինք զրուցում, ովքեր իրենց դժգոհություններն էին հայտնում, որ խմելու ջրի հետ է կապված խնդիրը, բարի հանք կա, որ չեն կարող խմելու ջրի հետ կապված էլ խնդիր կա, ոռոգման ցանցի հետ էլ կա կապված խնդիրներ, բազմաթիվ խնդիրներ կան, ճանապարհների հետ կա կապված խնդիրներ, շրջակա միջավայրի հետ կապված օդի աղտոտման հետ կապված կա խնդիրներ, որոնք մեր նախընտրական ծրագրում մենք կներկայացնենք, դրանց լուծման եղանակներն ու ճանապարհը, ու այդ ամեն ինչը ոնց կներկայացնենք, այդպես ձևով էլ այդ ամեն ինչը պատշաճ ձևով։ Բայց դրանք նախկինում էլ են եղել այդ խնդիրները, ինչի միջև հիմա օրինակ պատշաճ լուծում չեն ստացել, դրանք օրինակ հիմա է այդ լուսավորության ցանց քաշվել փառաքար համայնքում։ Դուք երբևէ կառավարել եք փառաքարը։ Ես երբևէ փառաքարը չեմ կառավարել, լիստերին էլ չենք մասնակցել։ Ձեզ համար մրցակից հանդիսանում եք ԿՊ։ Ինձ համար բոլորն են մրցակից են, բայց հաղթելի։ Լյուդվիգ Գյուռնազարյան օրինակ մրցակից համարում եք։ Բոլորն են մրցակից։ Իսկ ինչ հարաբերությունների մեջ։ Սովորական։ Սովորական ինչ է նշանակում։ Նորմալ։ Շփում կա։ Կարանք շփվենք։ Իսկ օրինակ կոալիցիայի կարող է դա բերի օրինակ այդ շփումը։ Կոալիցիա ասվածը մենք գիտենք, որ մենք բավականին բարձր ձայն ենք հավաքելու այս ընտրություններում, ոնց որ հավաքել ենք նախորդ ընտրություններում։ Իսկ ինչ վերաբերում է կոալիցիային, եթե ինչ-որ մի ուժ կուզենա ժողովրդի այդ քվեն ոտատակ չտա, գա և կոալիցիայով փորձի ինչ-որ համայնքի համար, չգիտեմ, մի լավ բան անի, մենք պատրաստ կլինենք լսել ցանկացածի հետ։ Բայց պայման չունեք, դուք լինեք համայնքապետը, թե Լյուդվիգ Գյուռնազարյան օրինակ։ Չէ, Լյուդվիգ Գյուռնազարյանը ոնց կարող լինի համայնք։ Չէ, եթե օրինակ ԿՊ-ն դուք բավականին մեծ ձայներ եք հավաքում, բայց ԿՊ-ն ուզում է ձեզ հետ կոալիցիա կազմել, դուք պայման չունեք, դուք լինեք համայնքապետը, Ոչ, եթե որ քաղաքական ուժը կհավաքի ամենաշատ ձայները, նա էլ ինձ թվում է իմ տրամաբանությամբ ես կուզեմ, որ այդպես լինի, բայց նաև կուզեմ բացառեմ, որ այս 3.5 տարվա այս վիճակում շփվելով համայնքի բնակիչների հետ, կուզեմ բացառեմ, որ 50+-ը չի լինել։ Լավ, եկեք անդրադառնանք նաև ընդհանուր մթնոլորտին, համայնքում վերջի շրջանում տեղի ունեցած սպառնությունը, հերթականական ցնցել է։ Հիմա ինչպիսին է մթնոլորտը, շարունակում են ոստիկանական ուժեր կենտրոնական հնարավորություն, ինչպիսին է թույլատրվող իրավիճակը եւ հնարավոր վենդետան բացառում եք, թե չէ։ Վենդետան այո բացառում եմ։
Ինչի։ որ վենդետա չի լինի։ Որտե՞ղ ձեզ նման վստահություն։ Դե ապրում ենք այս համայնքում, շփվում ենք բոլորի հետ, բոլորը ճանաչում են մեզ։ Մենք այդ տեսակի մարդ չենք, որ ինչ-որ չգիտեմ, վենդետայի գնանք կամ ինչ-որ չգիտեմ։ Համայնքի բնակիչները կարծում են, որ այդ վերջին սպանությունը քաղաքական հողի վրա է եղել։ Ես չեմ կարող դրան պատասխանել։ Այդ ամեն մեկը իր սուբյեկտիվ կարծիքը ունի։ Դուք ինչ եք կարծում, նախորդ ընտրությունների սցենարը կկրկնվի, թե ավելի ուշով կլինի քոբալ, այսպես ասած։ Մինչև չգա օրը չենք կարող մնանք, եկեք ես հիմա նախորդ ինչ-որ Դուք նաև չասեմ։ դատական հայցեր եք ներկայացրել, բողոքարկել եք ընտրությունները, ինչ փուլում է այդ գործընթացը։ Ճիշտ ասած այդ փուլերից ընդհանրապես տեղյակ չեմ, այդ ոնց որ Հակուղի եք գնացել։ հակուղի է գնացել։